հանրապետությունների կազմում կլինեն ողջամի հայ ակենտրոն, արժանապատիվ անձինք, ում հետ կաշխատենք, որոնք կարող են կազմել սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին։ Կլինեն անհատներ, որոնք իրենց կլանային շահերը ցած կդասեն պետական շահերից։ Ես այդպիսի անձանց անտառ ճանաչում եմ։ Այսինքն բացահայտ ասած, որ դիմության մեջ կան մարդիկ, ովքեր կլինեն ԿՊ-ի կողմից։ Ինչպես արձագանքեք նրա այս հայտարարությունը։ Այս հայտարարությունը դուք վստահ եք, որ դժվար չի այդպիսի մարդ, որը ԿՊ-ի սակայի գաղտնիք է։ Ես վստահ եմ, որ իմ թիմակիցները եւ ընդդիմադիր ուժերը հայրենասեր մարդիկ են ու լիահույս են, որ մտել են այս պայքարի մեջ նույնական մոտիվներով, ինչ ես եւ իմ քաղաքական ուժը եւ վստահ եմ, որ սա հերթական քաղաքական մանիպուլյացիան է, ինչը քաղաքացիական պայմանագրի մոտ մի բան է, որ ստացվում է, դա քաղաքական մանիպուլյացիան է։ Քրտից պոկել 8 պատգամավորների, դուք դրա մասին նաեւ այստեղ կարող որքանով է իրատեսական, հաշվի առնելով այն, որ Փաշինյանը իր թիմակիցների դեմ ունի տարբեր կոմպրոմատներ, որով նրանց պահում է իր դաշտում։ Իսկ ինչու ենք բացառում, որ այո, քաղաքացիական պայմանագրի շրջանակներում կան հայրենասեր հայեր, ովքեր այնուամենայնիվ կարմիր գծեր ունեն ու այդ նոր սահմանադրության ընդունումը Տիգրան հանձնում է, որոնք ճակատագրական են լինելու բոլորիս համար, որովհետև բոլորս նույն երկրում ենք ապրում։ Սա բոլորիս պետությունն է, սա մեր ազգն է, բոլորիս ճակատագիրն է։ Ես անհուսալի լավատես եմ եւ փորձում եմ Չէ, ինչու ոչ մի, շատ պատգամավորներ են եղել, Ավելին Հայաստան դաշինքից եւ պատիվ ունեմից Իշխան Զաքարյանը եւ Հայաստան դաշինքից Գեղամ Նազարյանը ըստ էության իշխանական գծի մեջ հայտնվեցին, այսինքն հանրությունը արդեն այդ վատ նախադեպը ունի եւ հիմա ըստ էության ասել, որ տվեք մեզ մանդատ, որ 8 ԿՊ-ական բերենք։ Մենք բնավ այդ բնականաբար հեշտ չի։ Դա զրույց է քաղաքացու հետ։ Հիմա մենք ինչ ենք ամ Ժորժյան, օրինակ մենք ինչու Սամվել Կարապետյանը մեր վարչապետի թեկնածուն դարձավ, չէ՞, օրինակ մեր կյանքում ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, որ այլ թեկնածու ունենք, որ խնդիր չունենար, որովհետև այդ ցանկությունը, որ Սամվել Կարապետյանը դառնա մեր քաղաքական ուժի առաջնորդ ու Հայաստանի Հանրապետության վարչապետ, ուներ մեր ընտրողը, մեր աջակիցները, իսկ մենք լինելով մի քանի ամսական քաղաքական ուժ աննախադեպ հանրային աջակցություն ունենք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ անկախ այս ահռելի ճնշումներից ու հետապնդումներից գալիս մեզ աջակցություն մեր կողքին կանգնում են։ Հիմա մենք նպատակ ունենք կրկին ականջալուր լինենք ու Նարեկ Կարապետյանը ունի այդ իրավունքը ու նաև հնարավոր է պարտականությունը զրույցի մեջ բռնկվելու իր ընտրողի, իրեն լսողի ու իրեն հավատացողի հետ։ Օրինակ հիմա շատ մարդիկ կարծիքներ են այտնում, քննադատում են մեզ, ովքեր օրինակ մեզ քվե չեն տվել։ Մենք առաջինը կաշկանդված ենք մեր ընտրողի ցանկությամբ։ Եվ բնականաբար պարոն Կարապետյանը կարող է նման կարծիք արտահայտել։ Հիմա կան ԿՊ-ի մեջ հայրենասարներ, չկան հայրենասերներ, արդեն դա թող մնա հանրության ու ԿՊ-ի դատին։ Բայց մենք կարող ենք արդարացիորեն ունենալ տենց հնարավոր վարկած, որ հնարավոր է քաղաքացիական պայմանագրի որոշ թեկնածուներ, պատգամավորներ եւ մարդիկ իրանք ունեն այն թույլատրելիության գիծ, օրինակ այն թույլատրելիության գիծը Տիգրան հանձնումն է։ Ուղղակի այս գործընթացներից առաջ տեղի ունեցել իմպիչմենտի գործընթացը, որին ոչ մի ԿՊ-ական պատգամավոր չի միացել, այսինքն այդ ժամանակ էլ ընդդիմադիրները գրել են Տիգրան հանձնման հարցը, վարչապետին անվստահության հայտնելու գործընթաց եւ ոչ մի ԿՊ-ական գոնե մեկ անգամ չի ասել, որ այո իրենց համար կարմիր գիծ է, որտեղ իրենք չեն համարում, իրենք օրինակ ասում են, որ Տիկին Մակարյան, հիմա սա անշնորհակալ, այ կներեք Տիկին Մանուկյան, հիմա սա անշնորհակալ գործ է իրենց ցանկությունները ու նախորդիվ process-ները որակելը ու քննարկելը։ Ես պատասխանատու եմ իմ գործընթացի, իմ քաղաքական ուժի ու մեր անելիքների համար, էլի, այնպես որ զերծ կմնամ, այո, ունենք արձանագրված փաստ, որ այդ գործընթացը չի հաջողվել։ Հիմա հնարավոր է այլ իրողություն, օրինակ նույն մանդատների բաշխվածությունը եւ այնպիսի կազմի ձևավորումը, որ այլ ելք կարող է տանել, այնպես որ թողենք ինչ եղել է անցյալում, հասկանանք ինչ ունենք հիմա նախ առաջինը սպասենք արդյունքների ամփոփմանը եւ հասկանանք դեպի ուր ենք գնում, ինչ որոշում ենք կայացնում։ Ամեն Սիմոնյանը այսօր նաև հայտարարեց մանդատները վերցնել չվերցնելու հետ կապված, ասաց
կարող եք նաև չվերցնել մանդատները, կան այլ կուսակցություններ, այլ ուժեր, այլ պատգամավորներ էլ կարող են կան։ Օրենքը նմանատիպ ինչ-որ կետ սահմանում է, որ հնարավոր է, որ այլ ինչ-որ քաղաքական ուժեր, եթե դուք չվերցնեք մանդատները, կան եւ դառնան խորհրդարանի Տեսեք, ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքը այս հարցերը որոշակի փոփոխության է ենթարկվել եւ պատասխան է տալիս, այո, ըստ էության կարելի է տարամեկնաբանել այս սահմանադրագետների շրջանում եւս քննարկելի հարց է, որ հիմա եթե մենք մանդատ չենք վերցնում, ըստ էության այլ քաղաքական ուժերի կտրբաշխվի այդ մանդատը, որովհետեւ ազգային ժողովը սահմանադրության համաձայն առնվազն 101 պատգամավորից է բաղկացած եւ դրա համար երբ որ արդյունքները արդեն པարզ կլինեն, նաեւ երկրորդ արդեն իրավական քննարկման հարց է լինում, անգամ եթե օրինակ պայմանական տեսականորեն եմ ներկայացնում, հա, չենք գնում ազգային ժողով մանդատ չենք վերցնում, նախնական շրջանում այդ գործիքակազմը իրացնում են կամ հակառակը գնում ենք ինչպես ենք մեր աշխատանքը պատկերացնում ու կազմակերպում, այս ամեն ինչի հետ կապված տեսակետ հիմնավոր ունենալու համար անհրաժեշտ է վերջնական ամփոփված արդյունքներ։ Կներեք, լսեմ։ Արմենիա Խաչատրյանը, երբ որ այս վերլուծությունները անում եք ընտրականությունների, ունեք վիճակագրություն, օրինակ դրանք մարզերում, գյուղաբնակույր բնակավայրերում էին ավելի շատ թե Երևանում, եւ քաղաքացին այսպես ավելի հասկանալի լեզվով, որպես սահմանադրագետ, կբացատրեք ինչ կտա մանդատ վերցնելը նրան եւ ինչ չի տա մանդատ վերցնելը նրան, որպեսզի քաղաքացին պարզ հասկանա ինչ ենթադրի դրանից։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան, նախ էլի եմ ասում, այդ պատկերը թե հատկապես որ շրջանում է ավելի մեծաքանակ խախտումներ ունի, արդեն ահազանգերով ունենք որոշակի պատկերացում կոնկրետ տեղամասերով ըստ դրա էլ դիմել էինք վերահաշվարկների, հա, որովհետև տեղամասեր կային բավական թե թվային, թե ահազանգային միջամտություններ կա, բայց պետ վերջնական պատկերը կունենանք ամբողջական 2005 տեղամասի արդյունքը վերլուծելուց հետո, սա մեկ ու պլյուս զուգահեռաբար համ արդյունքներն ենք համադրում վերլուծում, համ ահազանգերն ենք գույքագրում, որովհետև այդ երկու օրվա ընթացքում հարգելիներս իրապես հազարավոր զանգեր ենք ստացել, նյութեր են ուղարկել, այդ հսկայական բազայա հերթով անդրադառնում վեր ենք լուծում։ Հա, գներեք։ Կրկին, հիմա սպասում ենք տեսնենք ինչպիսի արդյունքներ ունենք, ինչպես է բաշխվում մանդատները, ըստ դրա կրկին ասեցի։ Հա, կներեք։ Հա, հերթի մեջ էր, հա, խնդրեմ։ Հա, հետո